ձեզ վարեժ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք, այսօր մայիսի 9-ն է, նախորդ խորհրդին կուզեմ անդրադառնանք եւ իրականությունն այն է, որ մեզանից խլում են մեր տոները, մեզանից խլում են մեր հիշողությունն ու մեր հաղթանակները, բայց իհարկե դա չի հաջողվում, մենք հեսա կդնենք մի քանի կադրեր Նիկոլ Փաշինյանի 3 Սյունիքում ինչ էր խաղում, խնդրեմ նաեւ դա մեկնաբանեք, բայց եւ սկսենք օրվա խորհուրդը եւ հետո արդեն ինչպես է մեզ համոզում, որ թակարդ է եղել հանել ենքը, չենք ասպուլը չենք ունեցել Հայաստանի Հանրապետություն, ես բերել եմ, ստեղծել եմ, ծանել եմ, չգիտեմ ինչ արել Հայաստանի Հանրապետություն։ Կուզեի ավելացնել, ողջունում եմ ձեզ, նախ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր Արցախը մերը չի եղել, կանդրադառնանք, ուրեմն տեսեք, նախ սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հաղթական սերնդի ներկայացուցիչներին, ովքեր որ վաստակել են մեր անկախությունը, ովքեր ապրել են Բերլինում, ովքեր Շուշիի ազատագրման օրը ապրել են Շուշիի շրջակա այդ ամբողջ տարածքում, ուրեմն տեսեք, հայրենիքի գողը մեզնից վերցրել է, գողացել է մեր հայրենիքի մի մասը եւ վաճառել է։ Հիմա այս մարդը, այսպես կոչված, պնդում է, որ մենք չենք ունեցել։ Մեր հաղթանակները մենք վաստակել ենք տարիներ ի վեր, քրտինքով, արյամբ, մեր զոհերին հավերժ հիշատակ։ Հիմա տեսեք, այս մարդը ինչ է ասում է, եկեք այս սաղ ուրանանք, մենք Արցախ չենք ունեցել։ Բա որ Արցախ չենք ունեցել, Արցախյան շարժումը ինչի մասին է։ Դու հայրենավաճառ ես, դու սովորական թուրք ես, ոնց որ կլիներ ամենասովորական շարքային թուրքը, բայց այդտեղ հարց է առաջանում։ Բա որ մենք Արցախ չենք ունեցել։ Տղեդ որտեղ էր բանակ գնացել։ Աշոտիկը որտեղ էր ծառայում։ Միգուցե Արցախի Հանրապետությունում։ Դու տրնգի որտեղ էիր ապարում։ Նիկոլ Փաշինյան, դու ու քո թիմակիցները տրնգի ապարել եք Արցախում, թե ոչ, ապարել եք, չէ։ Բա եթե դա ադրբեջանական էր, ինչի համար էիք ապարում, ինչի վրա էիք ուրախ։ Մեր զինվորները, ովքեր որ ծառայում են, ինչպես եւ ես Արցախի Հանրապետությունում, բայց ո՞նց էր որ մերը չէր, մենք այնտեղ սահմանները պահում էինք։ Ինչի շնորհիվ էինք պահում։ Բանակցությունների շնորհիվ, մեր հաղթանակների շնորհիվ, մեր նախկին նախագահների շնորհիվ, չէ։ Բա հիմա դու եկել ես այդ ամեն ինչը հանձնել ես, վաճառել ես 5 միլիարդով։ Մեզ էլ ասում ես, որ մենք դա չենք ունեցել։ Բա որ չենք ունեցել, ո՞նց էինք գնում Ստեփանակերտ գալի, երբ ուզում էինք։ Բա Ղազանչեցոցում դու ունես թիմակիցներ, որ ամուսնացել են այնտեղ։ Բա ո՞նց են ամուսնացել։ Ու այս ամեն ինչը դու իհարկե տեսնենք ինչ է օգտագործել, այո։ Այդ հողը ինչով է մեր եղել։ Ինչով է մեր բացատրեք ինչով է մեր եղել։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսամ, բայց ասենք մի քանի գեներալների տիրապետության տակ որ ցորեն գցեն ընդեղ ասենք ենթադրենք, այդ եղել ինչով է մեր եղել։ Ինչով մենք բացատրենք ինչով, ընդեղ դպրոց ենք կառուցել, մանկապարտեզ ենք կառուցել, գործարան ենք կառուցել, ապրել ենք ընդեղ, բնակավար ինչով է մեր եղել։ Մերը չի եղել, ոչ մեն էդ մերը չի եղել, այև ուտագործվել ադրամար, որ Հայաստանն էլ մերը չնի, և պատասխանատու ասում եմ, և այո ասում եմ, ես այդ ճանապարհը անցել եմ, ես ընդ չի, որ այդ գաղափարին նվիրվածության պակաս եմ ունեցել, տակառակը այդ գաղափարին նվիրվածությունով որ հասել եմ այդ եզրակացության, որ ասում են Ղարաբաղը մերն էր այլևս մեր չի սուտ դա, իրականությունն է որ Հայաստանը մերը չէ հիմա մեկն է, որովհետև դուք տեր եք Հայաստանի Հանրապետությանը, ինչի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բանա որոշ։ Հասան անդրադառնանք, որտեղ շարունակություններ կա, մոտու ձեռաչարթում։ Հիմա սիրելի հայրենակիցներ, այս մարդը ինչ տեսակի սունկ պետքա կերած լինի, որ սենց բաներ խոսա։ Անդրադառնանք հերթականությամբ, լավ, ինքը ինչ որ մի բանի ազդեցության տակ է, ոնց որ իրանք են սիրում ասել, օդում կախված լուրերով, այս մարդը ինչ որ մի բանի տակ է կամ գիժ է։ Հիմա ես հակված եմ, որ ինքը համ գիժ է, համ էլ ինչ որ մի բանի ազդեցության տակ է։ Հոգեմետ դեղերի կամ ինչպես ինքն է սիրում այդ սնկերի։ Հիմա տեսեք, բա Վազգեն Սարգսյանի ու Մոնթեի պայքարը ինչի մասին էր։ Բա մեր արցախյան ազատամարտիկները ինչի համար են կռվել։ Բա որտեղից մեզ ազատագրված 7 շրջան։ Դու Շուշիում ինչ գործ ունեիր, եթե այդ մերը չէր։
Այդ գործարանները, որ կառուցվել այնտեղ, քանի դպրոց ես հանձնել 12000 քառակուսի կիլոմետրի մեջ, քանի մանկապարտեզ ես հանձնել, քանի եկեղեցի ես հանձնել, որտեղ որ մարդիկ ամուսնացել ու կնքվել են, բա եթե այդ մերը չէր, բա ումն էր, դու պնդում ես, որ ադրբեջանին էր, բա ադրբեջանցիները որտեղ էին, երբ որ մենք այնտեղ ամուսնանում էինք, կնքվում էինք, ես 2008 թվականին ծառայում էի այնտեղ բանակում, բա որ մերը չէր, ես ինչ գործ ունեի այնտեղ, էլի եմ կրկնում, քո աշոտիկը, ինչ գործ ուներ Արցախում, այն էլ չէր ուզում Ջաբրայելը հանձնել, մի կերպ համոզե հետ են բերե, քանի հոգու սպանեցիք, որ քո աշոտիկին կարողանաք վերադարձնել։ Հիմա անդրադառնանք կնոջդ, Էռատո ջոկատի ղեկավարին։ Բա եթե Արցախը մերը չէր, բա Էռատո ջոկատը ի՞նչն էր ազատ ագրում։ Բա Էռատո ջոկատը ինչի մասին էր։ Բա խիեիք ընտանիքով հավաքվել գնացել այնտեղ, ժողովրդին էլ կոչ էիք անում, որ գան տանեք կոտորածի։ Բա մեր 5000 զոհերը ինչի համար էին կռվում, եթե հետո էլ ասում եք, որ դասալիք են։ Բա եթե մերը չէր, դու ինչ էիր բանակցում։ Բա ասում էր զրոյական կետից եմ սկսում։ Ուր է քո զրոյական կետը։ Դու տեղով 0 ես, ինչ զրոյական կետ։ Հետո, երբ որ դու հանրապետության հրապարակում ասում էիր, որ նախկինները այսպես կոչված քո կողմից անվանակոչած փող են ծախսում, լրատվականներ են վարձում, որ ասեն Նիկոլ եկել է հողերը հանձնի։ Հիմա պարզվեց, որ դու եկել ես ու հողերը հանձնել ես, չէ՞։ Մի հատ էլ ասում ես, որ էդի մերը չի եղել, բա ումն է եղել։ Մի օր կնիկդ քոնն է, մի օր քո կնիկը չի։ Դու գիտես մեր հայրենիքը այդ սկզբունքով է։ Այդ հայրենիքը մենք վաստակել ենք, ելի եմ կրկնում, արյամբ եւ քրտինքով։ Այդ հայրենիքը մեզ ազատագրել եւ տվել են Մոնթեն, Վազգեն Սարգսյանը եւ մյուս մեր հազարավոր տղերք։ Ու դու երբևիցե չես կարողանալու մարսես այն ինչը որ դու ուրանում ես։ Իդեպ ուրանալ ասելով, ուզում եմ անդրադառնամ արդեն ավանդական դարձված Սասուն Միքայելյանի օրհնանքին, ով ուրացել է ամեն ինչ 2 կոպեկի համար։ Ինչպես Սասուն Միքայելյանն է համարում հայոյանքը օրհնանք, մենք օրհնում ենք ձեզ, օրհնված լինեք ամեն առավոտ եւ երեկո։ Հիմա անցնենք առաջ, այդ քարոզավ Արշավի շրջանակներում, որ գնում ես սրտիկներով ու համոզում ես ժողովրդին, որ Արցախը մերը չի եղել։ Ինչ որ մեկը երաշխավորում է, որ դու չես ասելու, որ Սյունիքը մերը չի եղել։ Վաղը կասես Վայոց ձորը մերը չի, այն մյուս օրը Գեղարքունիքի մարզը մերը չի եղել, բա հետո ինչ ենք անելու։ Վերջի վերջո ինչ որ մեկը երաշխավորում է, այն մարդիկ, ովքեր որ պատրաստում են ձայն տան Նիկոլ Փաշինյանին, երաշխավորում են, որ իրանք վաղը առանց հայրենիք չեն մնալու, որովհետև պարզվելու մերը չի եղել։ Այս Ալիևի ստրուկը ամբողջությամբ հանձնելու է մեր հայրենիքը, ու դուք այդ արդեն լավ գիտեք։ Այն մարդիկ, ովքեր փորձում են արդարացնեն այս գժի արածները, իրանք այդ գժից էլ չեն տարբերվում։ Ու այս տարանջատումները պետքա ֆիքսել։ Ես զարմանում եմ, լավ, ոնց կարելի է, այս մարդը սենց բաներ է խոսում, այդ ներկաները համաձայն են այդ ամեն ինչի հետ, ախր այդ ներկաների երեխաները, այն մեկի թոռները կամ հարազատները չեն ծառայել Արցախում, երբևիցե դուք չեք եղել Արցախում, լավ, ոնց կարելի է այդ ամեն ինչը ուրանալ, այսքան փոքր սրտիկների ու այդ կոնֆետների կամ 2 կտոր մի բանի համար, որ բերում են ձեր դեմը շպրտում են։ Ոնց կարելի է այդ ամեն ինչը ուրանալ։ Ախր դուք ոնց կարողացաք այդ ամեն ինչը ուղղակի նետեք պատմության աղբանոցը ու որոշեք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, իսկ մենք սխալվում ենք, որ սիրում ենք մեր հայրենիքը, մեր պետությունը։ Ախր դուք որ պահին սխալ գնացիք, որ հայտնվեցիք այդտեղ։ Ոնց կարելի է Նիկոլ Փաշինյանին ծափահարել, անգամ փորձել իրան կպնել։ Ախր ինքը սովորական թուրք է։ Ինքը կատարում է բոլոր այն ծրագրերը, որը որ թուրքերը անգամ երազում անգամ չէին կարող։ Հիմա այդ քարոզարշավի շրջանակներում, որ գնում են մարզեր, իդեպ քարոզարշավը արդեն մեկնարկեց, հաջողություն եմ մաղթում բոլոր ընդդիմադիրներին կարողանան բնականon հունով անցկացնել, մեր քաղաքացիների հետ աշխատեն այնպես, ինչպես հարկն է, որպեսզի մենք կարողանանք ունենանք առանց Նիկոլ Հայաստան։ Հիմա, այո։ Ինչ է ասում ինքը դա է շարունակությունը։ Պետք է կընտրեն, դու քաղաքապետ եք կընտրեն, դու պատգամավոր եք կընտրեն, դուք ընդհանրապես որևէ ձևով բան որոշելու հնարավորություն ունեցել եք։ Այդ 2018 թվականից հետո էլ է։ Այդ մենակ 2018 թվականից հետո է, որ ժողովուրդն որոշումով լինի։ Հիմա ուժեղ բան եկել են ասում են, կապ չունի, ասում են մենք ընտրել ենք վարչապետ,
Մենք վարչապետ գլուխը պատին ես տալու։ Գլուխը պատին ես տալու։ Դու ես արա, որ որոշեք դու վարչապետը, դու ես։ Ընդհանրապես ձեր խմբակը, դուք ով եք ձեզնից ինչ եք ներկայացում, Հայաստանի Հանրապետությունում մի որոշող կա, դուք քանի քաղաքացու երես եք տեսել ընդհանրապես։ Ձեր թվում է թե սրանցան 5000 դրամ բաժանելով դուք քաղաքացուն կարող կառնեք։ Գլուխները պատով եք տվել։ Ով որ կմտածի, որ Հայաստանի քաղաքացուն տարա առնի, իրենք թիթումռութը ջարդվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին է հագնելու իրանց թիթումռութը։ Իրանց ոտերն է ջարդվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատին են հագնելու։ Հետո ձեզ հավատացրել, որ դուք կարաք Հայաստանում դա դիվիժենի անեք։ Ընտրեմ այս վիճակը վախորդին գործուներ էր ասում ուտերներին։ Այո, փռեմ ասֆալտին, գործուներ եւ այլն։ Հիմա նախ վերջին օրերի պարզվեց, որ այն եկեղեցու մոնվարում մոտ կարծեմ, չէ՞ Սափյանա, Տավրիզը ինչա 11 միլիոն ինչ-որ գումար է դες դուրս գրել շրջանումներն անում, Ավինյանը տեսախցիկ էր նվիրել մի աղջիկ երեխայի, ընտրակաշարքը ինչ է, ես ուղղակի այս թվարկածները, այո, այս թվարկածները ինչ ասում են, այդ միլիոնավոր դոլարները, որ հիմա Նիկոլ Փաշինյանը իր կամակատարների օգնությամբ բաժանում է, այսպես կոչված, պարգևավճարները քարոզարշավի շրջանակներում համարվում է ընտրակաշարք։ Էլ չեմ ասում, որ գլուխը պատով եք տվել, դիվիժենի անել եւ այլն։ Հիմա պատկերացնում եք ինքը նախորդին չագուչը ձեռը սպառնում էր նախկիններով նախկիններին, հիմա ինքը այս նույն լեքսիկոնով շարունակում է խոսել նաև ժողովրդի հետ, ինչպես։ Տեսեք, 300,000 եւ ավել մեր քաղաքացիներ նախորդ ընտրություններին ընտրել են, չէ՞, ընդդիմադիրներին։ Հիմա դու սպառնում ես 300,000 եւ ավել ընդդիմադիրներին ընտրողներին, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 3 միլիոն վարչապետերից 300,000-ին։ Հիմա ով է գլուխը պատով տվել։ Ով մեր հայրենիքը հանձնել է ու ուրացել է մեր պատմությունը, գլուխը պատով տվել է թե ոչ, այո թե ոչ։ Ով ուրացել է մեր զոհերին բոլոր ժամանակների ընդհուպ ցեղասպանությունը, գլուխը պատով տվել է թե ոչ, տվել է թե ոչ, տվել է։ Ու այսպես կարող եմ շարունակել ցանկը։ Նենց որ գոնե լրիր, դեղերդ օգտագործի, համբերի, մինչև արդարությունը կվերահաստատվի Հայաստանի Հանրապետությունում, ու դու էլ երբևիցե իշխանության մաս չես կազմի, որովհետև դու իրավունք չունես հայ կոչվելու, Հայաստանի Հանրապետությունում վարչապետ լինելու։ Յուրաքանչյուր իշխանություն, անգամ քոնը, չարի իշխանությունը, սատանայի իշխանությունը հավերժ չի։ Միշտ բարին հաղթում է, ու քանի մենք պայքարում ենք, դու երբևիցե չես տոնելու քո հաղթանակը։ Այնպես որ ուշադիր եղի, որ այս տեսանյութերը պահպանվելու է, հետո դատարանում օգտագործվելու է։ Ու այդ ժամանակ կտեսնենք ում գլուխը որ պատով կլինի։ Նենց որ անցնում ենք այդ մեր եռատոնի հետ կապված այն ուրացումները, որ դուք շարունակում եք։ Այսինքն մենք ունենք այսօր հաղթանակի օր, որը չի նշվում։ Չի նշվում, որովհետև այս մարդիկ քարոզարշավով են զբաղված, իշխանականները ժամանակ չունեն պարադանեն, անգամ Մոսկվա չեն գնում, որովհետև սիրտ չունեն Մոսկվա գնալու կամ երես չունեն Մոսկվա գնալու։ Հիմա մեզնից մեր եռատոնը գողացել եք, որ ձեր եռատոն լավ ապրի։ Որտեղ է տենց բան գրված։ Ոնց կարելի է, որ մենք հանդուրժենք, որ եռատոնը փոխենք եռատոյով։ Ոնց կարա տենց բան լինի։ Դա հանդուրժելի չի, դա անթույլատրելի է։ Նենց որ մենք վերականգնելու ենք մեր եռատոնը ու սարքելու ենք քառատոն կամ հնգատոն, իսկ դուք փտելու եք բանտերում ու դա սպառնալիք որպես մի ընկալեք, դա արդարության վերականգնում է լինելու։ Այսինքն այն սպառնալիքները, որ դուք հայ ժողովրդին ներկայացնում եք որպես ձեր քարոզարշավի շրջանակներում ելույթներ, դա սպառնալիքներ է։ Այն ինչ դուք բերել եք այս 8 տարիների ընթացքում մեր ժողովրդի գլխին, հերթով պատասխան եք տալու, ոնց որ դուք եք այն ժամանակ, չէ՞, հերթով հատիկ, ոնց ուզում եք դա ընդունեք։ Լինելու է այդ ամեն ինչը, դա ժամանակի հարց է։ Հիմա այս պատերազմ եւ պարտություն կոչված այդ հակամարտությունը, որ դուք ստեղծել եք, մենք չընտրվենք պատերազմ կլինի։ 3 պատերազմ բերել եք, պարտվել եք, այդքան մարդու գլուխ եք կերե։ Ու հիմա խաղաղ պայմաններում դուք ասում եք, գիտեք ինչ կա, խաղաղություն է, կրակոց չկա։ Ինչքան մարդ է զոհվում Երևանի փողոցներում։ Քանիսը։
Ու այդ ամեն ինչը ձեր հանցավոր անկործության պայմաններում է։ Նենց որ դուք խաղաղությունից շատ հեռու եք, ոնց որ եւ դուք ձեր Մակրոնը եկել եք Մակրոնի հույսին եք մնացել, վաղը մակարոն չեք կարողանալու ուտեք, որտեվ չի լինելու։ Որտեվ Մակրոնը եկավ, սրտիկները թողեց ու գնաց։ Հետո այդ նավատորմը չի գալու։ Որպես հիշողության թարմացում ուզում եմ ձեզ հիշեցնեմ, ոչ վաղ անցյալում 1918 թվականից 1920 թվականները ովքեր չեն հիշում կարող եք փնտրել ու նայել որտեղ էին ֆրանսիացիները եւ ինչ եղավ մեր հետ այնպես որ այդ Մակրոնի սրտիկները մեր սահմանները չի պահելու մեր սահմանները պահելու են մեր զինվորները մեր սահմանները պահելու ենք մենք սրանք ինչ որ մի օր թռնելու են Մակրոնի գիրկը ու գնան մեր երկրից որովհետեւ սա իրենց հայրենիքը չի այնպես որ սիրելի հայրենակիցներ պետք չի խափնվել են քարոզարշավներին որ եվրոպացիները եկան եվրոպացիները մեզ կօգնեն Պատմության մեջ երբևիցե կարող եք հիշատակել մի դեպք, որ եվրոպացիները եկել են, մեզ օգնել են ու մեզ փրկել են։ Եվրոպացիները մեզ ումից փրկեն, իրենց եղբայրներից, թուրքերից, ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեզ օգնեն, որ թուրքերից ձերբազատվենք, լուրջ ցեղասպանությունը ուրացողները, նոր ցեղասպանություն գործողները Ոնց կարան մեզ բարեկամ լինեն կամ հարևան կոչվեն։ Ցավոք սրտի, իրանք վերցրել են մեր տարածքները ու անգամ ոչ միայն չեն վերադարձնում, այլ ուրանում են, որ այդ տարածքներում ապրող 1.5 միլիոն հայերին իրենք կոտորել են։ Ու այս իշխանությունները պնդում են, որ թուրքերը ճիշտ են, մենք էինք սխալ։ Նենց որ ձեզ էլ կոտորելու են, վերջում համոզելու են, որ դուք էիք մեղավոր։ Ինչպես որ մեր 5000 լույս տղեկին կոտորեցին, ըստ Էրատոյի էլ որոշեցին, որ 11000 դասալիք ենք ունեցել։ Դասալիքները դուք եք, ձեր ուսապարկերով։ Երբևիցե մենք չենք ունեցել դասալիքներ, ովքեր որ գնացել են ազատագրական պայքարի, որպեսզի մենք ոչ միայն Արցախ ունենանք, այլ Հայաստանի Հանրապետությունը ամուր լինի, ինչպես ամուր էր ժամանակին մեր բանակը մինչև 18 թվականը։ Այնպես որ այդ ձեր թեզերը այն քաղաքացիների համար է, ովքեր որ փող կապակցված են ինչ-որ մարզպետի հետ, ինչ-որ աշխատանքային ռեժիմով պարգևավճարներ են ստանում։ Այդ փողը չեք հասնելու ծախսեք, որովհետև ձեզ էլ հետը հանձնելու է գնաք, այդ ձեր տները, այդ ձեր պարգևավճարները։ Ուրեմն անցնում ենք այս գիժ վարչապետը մեզ համոզում է, որ գիտեք ինչ կա, մենք բացարձակ մեծամասնություն ունենք, մարզերում մեզ լավ դիմավորում են, մեր քարոզարշավը բնականon հունով գնում է։ Նախ դու անգամ քո թիմակիցներն է ստիպում, որ ավտոբուսի մեջ բոլորը սրտիկներ անեն, երգեն, պարեն, տրնգի, ինչ որ մի ձև փորձում ես ցրես քարոզարշավը դեպի ձեր կողմ։ Էլ չեմ ասում, այնտեղ համայնքապետեր ունենք, մեծ լայն ժպիտով դիմավորում են դավաճանին, ով որ Սյունիքը ուզում է հանձնի հենց վաղը։ Այդ ժամանակները գալու է յուրաքանչյուրը այդ տեսահոլովակների մեջ ովքեր որ ծափահարում են Նիկոլ Փաշինյանին, իրենք հանգրվանելու են Նիկոլ Փաշինյանի կողքի այն մյուս ազատ մնացած խցերում։ Այնպես որ ուշադիր եղեք ու մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ ուզում եմ հարցնել, այս օրինախախտումները, որ կազմակերպվում են Նիկոլ Փաշինյանի կողքից, այդ խոստումները, որպես ընտրակաշառքներ, ընդդիմադիրներից մեկը մյուսին բարևում է, տանում են 2 ամսով կալանավորում են։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ սպառնում է ընդդիմադիրներին ոչ մի բան, խոստանում է ինչ հնարավոր է ու անհնար է ու էլի ոչ մի բան։ Ու այս բռնապետության շրջանակներում ուզում եք, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը չկեղծի ընտրությունները ու չհաղթի, բնականաբար, եթե մեր հայրենակիցները այս թմբիրից դուրս չգան ու մեծ մասը գոնե մեծամասնությունը չմասնակցեն ընտրություններին, մենք ունենանք նույն ցավալի պատկերը։ Հիմա պետք է ուշքի գալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանից կարողանանք ազատվել։ Հիմա անցնենք այդ Վեդի հետ կապված դեպքերին, որտեղ որ մենք ունենք նախարարուհի, որ լավ երգում է, բայց փաստացի ինքը իր տեղում չի։ Հիմա Նիկոլի օրոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, մեր երկրում անչափահասներ են բռնաբարվում, ինչպես բռնաբարված է ընդհանրապես արդարադատության հետ կապված յուրաքանչյուր եւ անձ եւ կառույց, որպես այդպեսին համակարգ։ Հիմա այս հանցավոր անգործությունը ծնել է նոր հանցագործություններ, այսինքն դուք պատկերացնում եք երկրում իշխանությունները համակարգը չի կարողանում բացահայտի դեպք, որը որ չգիտեմ, սահ մրկեցուցիչ է, սարսափազդու է, խայտառակություն է, պատկերացնում եք այդ ամեն ինչը։ Ու այս խայտառակությունը հանդուրժելու չի։ Դա անթույլատրելի է։ Նենց որ Նիկոլի իրականությունը բռնաբարության մասին է, զոհերի մասին է, պարտությունների մասին է, կզելու մասին է։ Հետո որ
Կզել ասում եմ, արդեն պատկերացնում եմ, որ Տիգրան Ավինյանն ասում է գազելներով կզած գնում եք։ Դու հիմա կզած Նիկոլի տակ Նիկոլի համար աշխատում ես, քեզ դրել ես քաղաքապետի տեղ։ Բա դու որ գնացել ես Քարոզ Արշավեսյան, բա դու ինչի տակ էիր։ Դու տեսել ես քեզ կողքից քո բարոյա հոգեբանական վիճակը, այդ որ էմոցիաները չես կարող զսպես։ Ինչ ես օգտագործում դու, որ այս իրականությունից կտրվել ես, ռուպերը վերցրել ես ու մեր հարգարժան քաղաքացին համապատասխան ներկայացրել է, թե ոնց է ձեզ վերաբերվում։ Սա մեր երկրի մեծամասնության քաղաքացիների արձագանքն է ձեզ։ Այո, այս տեսանյութը հենց այդ մասին։ Սա քաղաքացիների արձագանքն է այս բռնապետերին, քաղաքապետին, մարզպետներին եւ իհարկե վարչապետին, այսինքն այն միֆերը, որ իրանք հմեկներով տարածում են կամ իրանք էջերով, որ այ քաղաքացիները լավ դիմավորեցին, վարչապետը էս գյուղում է, վարչապետը այն գյուղում է, բայց ոնց կարելի է այս միֆերով ապրել ու մտածել, որ վարչապետը ընդհանրապես գոյություն ունի ու իր տեղում է։ Դուք տեսել եք վարչապետը տարերով վանկարկում է ավտոբուսի մեջ մարզեր գնալու ճանապարհին հայերեն բառեր ու փորձում է ներկայացնել, որ ինքը հայերեն խոսել գիտի։ Ախր ոնց կարելի է։ Իհարկե, որպեսզի ավելի պարզ լինի։ Խնդրեմ։ Այս մեր երկրի վարչապետն է։ Լավ, ախր սունկել չի, էսի շատ ավելի, չգիտեմ ինչ պետք է լինի, որովհետև սունկն էլ կարա ասենց հոգեմետ չլինի, էլի։ Հիմա տեսեք, լավ, իմ հայ ժողովուրդ, իմ սիրելի հայրենակիցներ, լավ, ձեզ սենց վարչապետ է պետք։ Չէ, լուրջ մենք 30 տարի պայքարել ենք, որ անկախ լինենք, որպեսզի մենք սենց վարչապետ ունենանք, որ ասենք խնձոր աուտոն Ֆրանսիայում, որ իրական չի, այս մարդը կտրվել է իրականությունից այնքան, որ տարերով վանկարկում է։ Լավ, մեր երկիրը, մեր ապագան, մեր երեխաների ապագան մենք վստահենք այս մարդուն, չէ, անկեղծ ձեր երազանքների վարչապետը, ձեր սրտի վարչապետը էս է։ Ախր ոնց կարա մեր դարերով եկած հայ ժողովուրդը մեր բիբլիական Արարատից սկիզբ առած, առաջի քրիստոնյա դառած, ասենք լավ, Տիգրան մեծով որ գանք հասնենք ստեղ։ Լավ, այս մեր լավագույն տարբերակն է, որ կարող է լինել երկրի ղեկավար, անկեղծ։ Լավ, ձեր հոգու խորքում, անկեղծ լինենք էլի, մեկս մյուսի հետ։ Ոնց կարելի է Նիկոլ Փաշինյանին աջակցել այս ամեն ինչից հետո։ Այս 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կերել է մի ամբողջ Արցախի հանրապետություն 12000 քառակուսի, կերել է 5000 տղու կյանք, կերել է 15 միլիարդ դոլար, էլ չեմ ասում Արցախը օդում կախված դուրերով 5 միլիարդա ծախե, թե 6 էդ էլ ինքը կիմանա, հետագայում իր եղբայրը Ալիևը բնականաբար կասի, երբ որ էլ Նիկոլ Փաշինյանը չլինի։ Հիմա հարց է առաջանում, լավ, մեր սիրելի հայրենակիցներ, ախր ոնց կարելի է ասենց վարչապետ ունենալ, իրան ծափահարել ու գնալ նորից ընտրել։ Ախր ոնց կարելի է թույլ տալ, որ ինքը ընդհանրապես վարչապետ լինի։ Ոնց կարելի էր 21 թվականին իրան վերընտրել։ Ոնց կարելի է 26 թվականին ընտրել 16-ին։ Ոնց։ Այս մարդը 6-երով սատանայական մարդ է։ Այս մարդը սատանային է ծառայում։ Ու սատանայի ծառայեն նաև Էրդողանը եւ Ալիևը, ովքեր որ պնդում են, որ իրանց պետք է Հայաստանը առանց հայերի։ Իրանք պնդում են, որ Արցախում խաղաղություն է առանց հայերի։ Այսինքն դուք ո՞նց եք պատկերացնում, ինչու պետք է Արցախի ճակատագիրը չունենա նաև Հայաստանի Հանրապետությունը։ Լավ, ինչ սկզբունքով էլի։ Այդ ո՞նց եք վերլուծել, որ պատկերացնում եք, որ Արցախը, որ Նիկոլը ասում է մերը չէր, մի օր Նիկոլը չի ասել, որ Սյունիքը մերը չէր կամ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր։ Այդ կադաստրի վկայականը, որ մենք ունեցել ենք 200 պետություն կա, չէ, աշխարհում։ Այդ պետությունները ընդունել են, չէ, որ կա Հայաստանի Հանրապետություն։ Այդ պետությունների հետ բանակցում ենք, չէ, որ լինի Արցախի Հանրապետություն։ Բա մենք վաղը ինչ վկայականով ենք բանակցելու, որ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանը հանձնի թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Լավ, ոնց մենք թույլ ենք տալու, որ հետո մեկս մյուսին մեղադրենք, վայ գիտեք ինչ կա, էս էր մեղավոր, այն էր մեղավոր։ Ախր մենք ինքներս պետք է ընդունենք մեր սխալները ու մեր հայրենակիցները հասկանան,
որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, որտեվ Նիկոլ Փաշինյանը ստում է, Նիկոլ Փաշինյանը խաբում է, Նիկոլ Փաշինյանը սպառնում է, Նիկոլ Փաշինյանը նորմալ մարդ չի, այս մարդը գժին հավասար է, ուղիղ, ու այս մարդը մենք չգիտենք ինչի ազդեցության տակ, մի օր ինչը կհանձնի, դրա համար պետք է Նիկոլ Փաշինյանին հանենք, որ էլ մարդ չմեռնի, ոչ մի բան չհանձնվի, որպեսզի մենք վերականգնենք մեր արժանապատվությունը, որպեսզի աշխարհը մեզ ընդունի ու գա Հայաստանի Հանրապետություն ոչ թե Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում, այլ գա, որպեսզի ընդունի, որ Հայաստանի Հանրապետություն կա, ստեղ ժողովրդավարություն կա, ստեղ ապրում են մարդիկ, ովքեր իրավունք ունեն այդտեղ ապրելու, ու իդեպ պետք է նշեմ, էլի, հատուկ այդ Նիկոլի մասսայի համար, ովքեր որ փորձում են արդարացնեն Արցախի հետ կապված կամ Սյունիքի տարածքների հետ կապված, հայերի դեմ մենակ դինոզավրները կարան ընդհանրապես ինչ որ հայտ ներկայացնեն, ասեն մենք ձեզանից առաջ ենք եղել, որովհետև դինոզավրներից հետո հայկական տարածքներում հայեր են ապրում, դարերով, նենց որ եթե թուրքերը դինոզավրներ չեն, ուրեմն չեն կարող մեր հետ տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ ունենան, նենց որ մոռացեք, Կոկա-կոլայից երիտասարդ Ադրբեջանը ոնց կարա տարածքային պահանջներ ունենա Հայաստանից ու հայերից, ոնց կարա, չի կարող նման բան լինել, ինչ թեզեր, որ օգտագործեն Նիկոլը իշխանականները, այդ թեզերը գումարով վերցված թուրքերի եւ ադրբեջանցիների թեզերն է, բայց մենք այդ թեզերով չենք ապրում, չէ, մենք այդ իրականության մեջ ենք, չէ, ապրում, ախր այդ իրականության մեջ չկա խաղաղություն, այդ իրականության մեջ միայն բռնապետություն է ու խայտառակություն, ու այս խայտառակությանը պետք է վերջ տրվի, այդ խայտառակության անունը Նիկոլա, ախր ոնց այս ամեն ինչը մենք դնենք մի կողմ, լավ, Արարատ սարը ուրացավ, ցեղասպանությունը ուրացավ, զոհերին ուրացավ, Արցախը ուրացավ, 200 կիլոմետր հայկական տարածք, որ օկուպացված է, ուրացավ, լավ, ինչ պետք է ուրանա Նիկոլ Փաշինյանը, որ հասկանաք, որ այս մարդը մեր հետ կապ չունի, որ ինքը հայերի հետ ոչ մի փող կապակցված անգամ չի, սրան պետք է հեռացնել, հեռացնելու տարբերակներից մեկը ընտրություններն է, ու ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի այդ ընտրությունների այդ պայքարը անհավասար պայմաններում է, յուրաքանչյուր ընդդիմադիրի կարող են մեկ բառի կամ տառի համար կալանավորեն, իսկ իրենք բացիեբաց մարզպետների մակարդակով, քաղաքապետի մակարդակով եւ այսպես շարունակ քարոզարշավ են անում, ասում է արծակուրդ են վերցրել, որպեսզի քարոզարշավով զբաղվենք։ Յանի մինչև այդ ինչ մի գործ եք անում, հիմա էլ արծակուրդ եք վերցրել։ Ինչ եք անում այս նախորդ 8 տարիների ընթացքում։ Ասֆալտը փռում եք, գնում եք այդ ասֆալտի վրա նկարվում եք, հետո այդ ասֆալտը տանելու եք հանձնեք։ Ասֆալտի հետ ժողովրդին մեր հայրենիքի մասեր տարբեր։ Ես անցած անգամ ասեցի, եկել Ադրբեջանի փոխնախագահան տարել եք աղվերան, օդում կախված լուրերով 8 շրջան, 8 գյուղ հանձնել եք, ասում եք խաղաղություն ենք բանակցում։ Որ խաղաղությունն եք բանակցում։ Այսօր Շուշիի ազատագրման տեսեք արդեն օրը անցավ, չէ, մեր եռատոնի մի մասն էր։ Հիմա այնտեղ էլի խաղաղ է, բայց չկա Ղազանչեցոցը, այնտեղ հայեր չեն ապրում, այնտեղ հայեր չեն կնքվում, չեն ամուսնանում։ Ձեզ սենց խաղաղություն է պետք նաև Հայաստանում։ Դուք սենց եք պատկերացնում խաղաղությունը։ Երբևիցե չի կարող լինել խաղաղություն Նիկոլ Փաշինյանի օրոք, որովհետև խաղաղություն հիմնականում պարտադրում են ուժով, ինչպես եղավ Արցախյան առաջի ազատամարտից հետո եւ բնականաբար բանակցություններով։ Հիմա այս մարդը պատերազմը կրվել է, բանակցություններում կրվում է, որտեղ է խաղաղություն, ինչ խաղաղություն։ Էլ չեմ ասում, որ ձեզ սպառնում է, որ ինքը բացարձակ մեծամասնություն չտանի, որ սահմանադրությունը փոխի։ Էլի սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Բա լավ հայրենակիցներ ջան, ձեր մոտ հարց չի առաջանում, եթե հիմա բանակցում են հարատև խաղաղության մասին կամ երկարաժամկետ խաղաղության մասին, բայց սեպտեմբերի խի պետքա պատերազմ լինի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հենց չլինի, պետքա էլի պատերազմ լինի։ Հիմա այս մարդը անմահ չի, որ պահին մահացավ, բա ով է բանակցելու որ խաղաղություն լինի։ Պարզա չէ որ ինքը ձեզ խափում է քարոզարշավի շրջանակներում ձայներ կորզելու համար։ Ու մեր հայրենակիցները ցավոք սրտի միամտորեն փորձում են հույս կապեն այն մարդու հետ,
ով որ կոտորածի մասնակից է, ով որ ցեղասպանության անմիջական մասնակից է, ով մենակ թողեց 120,000 մեր հայրենակիցներին իրանց սեփական վշտի հետ, սեփական այդ խայտառակության հետ, որ ինքը պնդում էր, որ Արցախի համար բանակցում է ու Արցախը հանձնում էր, երբ որ բլոկադան շարունակվում էր, ինքը մենակ թողեց մեր հայրենակիցներին, տենց մենակա թողելու մեզ, տենց մենակա թողելու Հայաստանի Հանրապետությունը ու հետո արդեն փնտրելու ենք մեղավորներ, բայց այլևս արտերկրում, որովհետև չենք ունենալու, ինչի համար որ մենք պայքարել ենք, վաստակել ենք մեր երրորդ հանրապետությունը։ Հիմա մեր երրորդ հանրապետությունը վտանգված է, անգամ Նիկոլը պնդում է, որ չորրորդ հանրապետությունն է ուզում ստեղծի։ Բա մեր երրորդ հանրապետությունը մենք ուրանանք եւ մոռանանք, եթե մենք ուրանում ենք երրորդ հանրապետությունը, մենք ուրանում ենք Մոնթեին, Վազգենին, մեր մյուսներին, հազարավոր մեր կռված տղերքին, ովքեր դրա համար կյանք են տվել։ Ոնց կարելի է այդ ամեն ինչը ուրանալ ու ստեղծել չորրորդ հանրապետություն։ Ախր այդ չորրորդ հանրապետությունը վիլայեթացումն է։ Լինելու է չորրորդ հանրապետություն արդեն Թուրքիայի տարածքային ամբողջականությամբ կամ Ադրբեջանի, որտեղ մարզպետի կարգավիճակով էլի Նիկոլն առնելու կամ Նիկոլի թիմից ինչ որ մեկը այնտեղ Աղդամցի Ալենը օրինակ, որպես իրանց հայրենակից եւ այլն։ Իհարկե, ամփոփելով ուրեմն կոչս ընտրությունների հետ կապված, որ մենք յուրաքանչյուրս նախ պարտավորենք գնանք ընտրությունների։ Այն մասնակցության ծավալը, որ պետք է ապահովենք, այնքան քիչ մարդ գնա ընտրությունների, այնքան ավելի ուժեղ կլինի Նիկոլը, հաշվի առնելով վարչական ռեսուրսը եւ ստերը։ Ինչքան շատ մարդ մասնակցի իր քվեն ճիշտ օգտագործի, այնքան Նիկոլի համար դժվար կլինի անգամ կեղծել ընտրությունները։ Նենց որ սիրելի հայրենակիցներ, ինչ որ քաղաքական ուժի անգամ եթե չեք աջակցում, գնացեք Նիկոլին դեմ յուրաքանչյուր ուժի քվեարկեք։ Գնացեք ընտրության, որտեվ եթե դուք չեք գնում ընտրության, ձեր քվեն Նիկոլ Փաշինյանը վերցնելու է իրեն։ Ակտիվություն ապետ մասնակցության ու մեր սիրելի ընդդիմադիրներին նաև կոչ եմ անում քարոզարշավի շրջանակներում առաջինը պետք է մեր քաղաքացիներին խնդրենք, համոզենք, որպեսզի գնան ընտրությունների։ Բարձր մասնակցության պարագայում Նիկոլ Փաշինյանի շանսերը ավելի պակասում է։ Նենց որ խնդրում եմ ձեզ, հորդորում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, եկեք չկորցնենք մեր երրորդ հանրապետությունը, գնանք մասնակցենք ընտրություններին եւ դեմ քվեարկենք Նիկոլ Փաշինյանին, ոչ ասենք թուրքերին, որ ունենանք Հայաստանի Հանրապետություն, ոչ ասենք թուրքերին, որ ունենանք անկախություն, ոչ ասենք թուրքերին, որպեսզի լինենք։ Շնորհակալություն։